Բայց միևնույն է ոչ մի ծրագիր այսպես ասած չի իրագործվում, ինչի չի իրագործվում, որովհետև չկա ժողովրդի կողմից իրենց աջակցությունը։ Ես կարծում եմ նախ եւ առաջ որևէ շարժում սկսելուց կամ ծրագրեր կազմելուց առաջ պետք է վստահ լինեին, որ իրանք ունեն ժողովրդի աջակցությունը, իսկ այս դեպքում ինչի չենք անհանգստացած ու մտածում, որովհետև ակնհայտ է, որ նրանք չունեն ժողովրդի աջակցությունը, հետեւաբար անհանգստանալու կամ մտածելու կամ ինչ-որ բան չկա, իրենց գործն է ցանկանում են ինչ-որ բան անեն, թող անեն, կերևա ընթացքը ոնց կստացվի։ Տիկին Ղազարյան, բայց հետո էլի բարձր խոսեք, էլի շատ ցածր եք ասում։ Տիկին Ղազարյան, դուք ժողովրդի աջակցությունից եք խոսում, բայց կա process, որը հնարավոր է խորհրդարանով իրականացնել, օրինակ impeachment-ի գործընթացը վարչապետին անվստահություն հայտնելու, հնարավոր է իրենք այս ճանապարհի մասին են խոսում, այս ճանապարհով եթե գնան, այստեղ անհանգստություն չունի իշխանությունը, որ նախագիծը մուտք գործելու համար անհրաժեշտ քվեները կունենան, իսկ հետագայում գուցե նաև իշխանական շարքերից նրանց միացողներ լինեն։ Ես վստահ չեմ, որ նման այս հարցում հատկապես իրենք հաջողություն կունենան, որովհետև ինչպես տեսել եք, այսքան ժամանակ մեր խմբակցությունը ինչպես է աշխատել, ոչ մի խնդիր այդ առումով վստահաբար կարող եմ ասել խմբակցության պատգամավոր, որպես որ խնդիր չենք առաջանա, բայց իրենց դեպքում են, որ ասում են թող փորձեն, թող համոզվեն եւս մեկ անգամ։ Բայց դուք ինչու եք բացառում, օրինակ Սերժ Սարգսյանն էլ երբ որ ընտրվեց վարչապետ, այդ ժամանակ ոչ ոք չէր կարող ենթադրել, որ կգտնվեն օրինակ հանրապետականում падգամավորներ, որոնք կքվեարկեն Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալու օգտին։ Գուցե այս դեպքում էլ իրենք, այսինքն Սերժ Սարգսյանը պնդում է, որ ծրագիր ունեն, գուցե ունեն այնպիսի մի ծրագիր, որի արդյունքում ձեր շարքերից падգամավորներ կմիանան, իրանց ո՞նց եք սա բացառում դուք։ Ես բացառում եմ, քանի որ շատ լավ գիտեմ մեր թիմին։ Ես բացառում եմ, որովհետև երբեք չէի ցանկանա նույնիսկ համեմատել քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը կամ առհասարակ կուսակցությունը որևէ այլ կուսակցության հետ։ Սա իմ ներքին վստահությունն է, ինչով որ կարծում եմ երբեք ինձ հուսախաբ չի արել այս դեպքում եւս։ Համեմատել ինչ նկատի ունեք, ինչ Եթե դուք համեմատություն տարաք, որ ոնց վարչապետը, ես կասկածում եմ, որ գտնվի որևէ падգամավոր իշխանական։ Իսկ գուցե իրենք էլ կարողանան այդ հանրային ճնշումը ապահովել, այդ դեպքում դուք։ Ես ասում եմ թող փորձեն, որպեսզի եւ մենք, եւ դուք, եւ մեր ժողովուրդը համոզվեն եւս այս հարցում։ Ամիսներ առաջ էլ դուք նույն վստահությամբ ասում եք, որ ԿՊ խմբակցությունը կուր խմբակցություն է, բոլորը միաձայն են, բայց օրինակ հիմա Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Բաստանյանը այլևս ձեր շարքերում չեն, առանձին նստած են։ Հիմա որտեղ է վստահությունը, որ նոր մարդիկ չեն լքելու ԿՊ խմբակցությունը։ Ես վերահաստատում եմ, որ մեր խմբակցությունը բավականին կուռ է եւ բոլոր որոշումներում մենք միշտ միամուռ միասնական որոշումներ ենք կայացնում, իսկ Հովիկ Աղազարյանի եւ Հակոբ Ասլանյանի այսպես ասած խմբակցությունից դուրս լինելը, կուսակցությունից դուրս լինելը դուք եք տեղյակ, ինչ գործընթացներով ուղեկցվեց, ինչի արդյունքում եղավ եւ բնականաբար այս պահին իրենք մեր խմբակցության եւ կուսակցության անդամ չեն եւ դա բնավ մեր որոշումների հետ կապված չէր, այսինքն այնպես չէր, որ որևէ որոշում, այսպես ասած, խանգարել են որևէ որոշման կայացման, այդ իսկ պատճառով են դուրս եկել խմբակցությունից կամ իրենց խնդրել ենք, որ լքեն մեր խմբակցությունը, դա լրիվ այլ պատմություն է եւ սրա հետ համեմատել չեմ կարող։ Խոսեցիք նաև ժողովրդի աջակցությունից, օրինակ անցած տարի մայիսի 9-ին հրապարակում բազմահազար մարդիկ ովքեր հավաքվել էին, դա աջակցություն չէր ընդդիմության։ Դե եթե կարողանային այդ աջակցությամբ որևէ բան փոխել, կկարողանային փոխել։ Եվ եթե չկարողացան փոխել, ուրեմն այդ մասշտաբի աջակցություն չունեն։ Դա տեսեք, գուցե հրաժարական տակ գնար տեսնելով, որ մարդիկ այդքան իրենց չեն։ Եկեք մի բան ֆիքսենք, բազմիցս համոզվել եք, տեսեք Գյումրիում մտածած process-ները, Փարաքարում եւ այլն, իշխանության փոփոխությունը առհասարակ այսուհետ պետք է լինի բացառապես ընտրությունների միջոցով։ Մենք կարողացել ենք ապահովել այնպիսի ընտրական process-ներ, որ ցանկացած մարդ, եթե իսկապես ունի աջակցությունը ժողովրդի, նա կարող է ընտրություններով ընտրվել եւ ես իսկապես չեմ հասկանում, այսինքն հասկանում եմ այս ուժերը, որոնք որ հիմա այսպիսի քայլեր են անում ու հնարավորինս չեն ուզում սպասեն 2026 թվականին, պայմանավորված է նրանով, որ վստահ են, որ իրենք չեն կարողանա համապատասխան ձայներ ունենալ 2026 թվականին։ Այդ իսկ պատճառով հնարավորինս ներքաղաքական
կյանքը կբոյկոտեն այնքան ժամանակ, միջև իրանց հիմիկ բանը ցանկությունը միայն հնարավորինս ներքաղաքական կյանքը թեժ պահել, որպեսզի չկարողանան որոշ պրոցեսներ այսպես հարթ հստակ ընթանան, բայց ու վստահ են, որ 2026 թվականին համապատասխան ձայներ չեն ունենա, սա է ամբողջ խնդիրը։ 26 թվականից խոսեցիք, օրինակ ձեր նախկին գործընկեր պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը վստահ էր, որ 26 թվականին ԿՊ-ն չի ընտրվելու։ Դուք կիսում եք։ Խոսակցություններ ունենք։ Մենք նման խոսակ չէ, բնականաբար նման անհանգստություն չունենք 2026 թվականի համար, բայց որպես քաղաքական ուժ մենք էլ ենք որոշ բաների վրա ուշադրություն դարձնում, վերլուծություններ անում, փորձում հնարավորինս ամեն ինչ շտկել, նորմալացնել եւ այլն, չգիտեմ, որպես քաղաքական ուժ բնականաբար մտածում ենք 2026 թվականի համար։ Վիլեն Գաբրիելյանի արտահայտությունը, ինչպես տեսակ, պահի արած արտահայտությունները չեմ կարծում, որ որևէ վերլուծության արդյունքում Վիլեն Գաբրիելյանը նման արտահայտություն է արել, դե հիմա չեմ կարող այս բասով որևէ հստակ բան անեմ, դա իր երևի սուբյեկտիվ կարծիքն է, չեմ կարող ասել, որ դա Արթուր Վանեցյանն է ձեր նախկին գործընկերը, ձեր հետ ճանապարհ անցած ԱԱՑ նախկին պետը եւս ասել է, որ 26 թվականին պատրաստվում է ու ուզում է իր նոր թիմով մասնակցել խորհրդարանական ընտրություններին։ Դա որքանով է անհանգստացնում ԿՊ-ին։ Գիտեք ինչ, առհասարակ, թե ԿՊ-ի բանով տեսանկյունից ասեմ, եւ թե ցանկացած քաղաքական ուժի տեսանկյունից, անհանգստանալու խնդիր որևէ քաղաքական ուժ ունի այնքանով, որքանով որ ինքը ինչքանով է պատրաստ ու ինչքան ունի ժողովրդի աջակցությունը։ Մենք անհանգստանալու կարիք չունենք, որ ցանկացած քաղաքական ուժ էլ ընտրություններին թող մասնակցի, թող ներկայանա ժողովրդին, թող ներկայացնի իր ծրագիրը, ժողովուրդն էլ ընտրություն կանի ըստ իրենց ծրագրերի, ըստ իրենց մասնակցության, ըստ իրենց աջակցության, չեմ կարող ասել, չեմ կարծում, ճիշտն ասած, գուցե ես շատ այդ առումով ռադիկալ եմ ու մտածում եմ շատ ավելի մեր թիմի համար շատ բարձր նիշ ունեմ, բայց ամեն դեպքում չեմ կարծում, որ Վանեցյանի առհասարակ կուսակցությունը կամ բան կարող է մրցակցային համարվի քաղաքացիական պայմանագիր։ Տիկին Ղազարյան, անդիմադիրներն ասում են, որ դուք Փաշինյանի տանիքի տակ հովանու տակ եք մնում, որովհետև վախենում եք, որ երբ որ դուք մանդատ չեք ունենա, այլևս պաշտոն չեք ունենա, ձեզ փողոցում կբզկտեն եւ այլն, եւ պատրաստ են ձեզ մարդասիրական միջանցք տրամադրել, որպեսզի լքեք ԿՊ-ն։ Կա նման խնդիր եւ այդ մարդասիրական միջանցքի կարիքը դուք ունեք, թե չէ։ Անկեղծ ասած, առաջին անգամ եմ նման բան լսում առհասարակ, որովհետև նման բան ոչ գիտեմ, ոչ լսել եմ, ոչ էլ մտածել եմ երբևէ նման բանի մասին։ Բացարձակ նման խնդիր ընդհանրապես չունենք որևէ մեկս մեր խմբակցությունը։ Ես այսքան ժամանակ, ինչպես ես որպես ազգային ժողովի պատգամավոր, ոչ ունեմ որևէ պաշտպանություն, ինչ-որ այսպես ասած, որ անընդհատ ոտքով եմ նույնիսկ աշխատանքի գալիս, որովհետև վախտս բերել եմ մի քիչ մոտիկ եմ ապրում, այս առումով որևէ խնդիր չեմ տեսել, որ որևէ դեպքում ես խնդիր եմ ունեցել, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ եմ, կնշեմ, որ նաև հպարտ եմ, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցության ոչ, ես ինչպես տեսել եք այն անձածից եմ, որ ակտիվ մասնակցում եմ թե կուսակցության գործունեությանը եւ թե իմ падգամավորական գործունեությունը պասիվներից չէ, հետեւաբար նման խնդիր էլ չունեմ, բայց միևնույն ժամանակ պետք է փաստեմ, այսքան ժամանակ որևէ խնդիր, որևէ դեպքում չեմ ունեցել, նույնիսկ վերաբերմունքի խնդիր չեմ ունեցել, որ կուսակցական պատկանելիության պատճառով ունենամ, ընդհակառակը բացի լավ վերաբերմունքից որևէ խնդիր չեմ ունեցել։ Ղազարյան, որ ասում եք, որ այդ ուժերը ընդդիմադիր դաշտի փորձում են մինչև ընտրությունները որոշակի պրոցեսներ սկսել, քանի որ համոզված են չեն ընտրվելու, այսինքն դուք վստահ եք, որ քաղաքացիական պայմանագիրը կրկին 50+ ձայն է ստանալու խորհրդարանական հերթական ընտրություններին։ Տեսեք, կանխատեսումներ չեմ ցանկանում անել, բայց այնուամենայնիվ այդ խմբակները, որ փորձում են ներքաղաքական կյանքը անդադ ողջորել, նրանց մի հիմնական միտումը ես կարծում եմ նրա
համար է այն գործընթացները, որ Հայաստանի Հանրապետությունում կատարվում է, այն դրական փոփոխությունները, որ տեղի են ունենում ընդհանուր առմամբ, հնարավորինս ստվերելն է։ Եթե մի լավ նորմալ նախագիծ է իրականացվում, մի լավ նորմալ արտաքին քաղաքականությունում որևէ բան է փոփոխվում, պարտադիր դա ուղեկցում է ինչ-որ մի աննորմալ բանով ընդդիմադիրների կողմից, որպեսզի կարողանան հնարավորինս ստվերել դա։ Սա հիմնականում իրենց, բայց արդեն բոլորը, այսպես ասած, կարծես արդեն պատրաստվել են 26 թվականի ընտրություններին։ Ես ուղղակի կոչ կանեի, եթե այդքան վստահ եք ձեր ուժերին, ունեք աջակցություն, վստահ եք, որ կկարողանաք ձայներ ունենալ, ինչի համար է հիմիկվա արդեն այս աժոտաժը, բնականաբար կարող եք 26 թվականին մասնակցել ցանկացած կուսակցություն եւ մասնակցել։ Ինչ հավակնություններ ունի 26 թվականին։ Բնական։ Այսինքն տեսնում է հնարավորություն կրկին 50+ ձայն ստանալու։ Առհասարակ, եթե իմ սուբյեկտիվ կարծիքն եք ուզում, ես ցանկացած ընտրությունների գնում եմ 50+ ձայներ ունենալու բանի, բայց իհարկե տեսնում եմ բնականաբար եւ դա ցույց կտա եւ կարծում եմ ժողովուրդն էլ համեմատական կանցկացնի, կտեսնի ինչքան աշխատանք է կատարվել, ինչպես է իրանց կյանքը փոխվել, որովհետեւ ընտրությունների առաջ ցանկացած մարդ էլ վերլուծում է այն ամբողջ ընթացքը, թե այս իշխանության կամ մյուս իշխանության կամ այս քաղաքական գործիչի աշխատանքը ինչքանով է բարելավել իրենց կյանքի որակը։ Ըստ այդմ էլ ընտրություններ են ոնց է բարելավել Սյունիքի գյուղերի բնակիչների կյանքը բարելավելու վերաբերյալ Սյունիքի գյուղերի բնակիչների ընտրության արդյունքները ցույց կտան։ Ես էլ եմ հաճախակի լինում Սյունիքում եւ ելի պատրաստվում եմ մոտ օրերս գնալ, հասկանալ ինչպիսի տրամադրություն է, ոնց են, ինչի կարիք ունեն եւ այլն։ Մեր падգամավորներն էլ շատ ակտիվ են այդ գյուղերում եւ ես կարծում եմ բավականին ցանկացած մարզ մտնելուց ես ինքս էլ նկատում եմ բավականին փոփոխություն ցանկացած գյուղում եւ համայնքում։ Կարծես Հայաստանի Հանրապետությունը լուրջ եմ ասում, ամբողջ տարածքով վերածված լինի մի շին հրապարակի եւ ամեն համայնքում կոնկրետ աշխատանքներ իրականացվում եւ բնակիչների կյանքը օր-օրի բարելավում է, ինչը չեք կարող հերքել եւ ոչ մեկ չի կարող հերքել։ Ես ինքս շատ եմ Հայաստանի Հանրապետության տարածքով պատտվում, այսպես ասած, բոլոր մարզերում, չնայած լինելով Գեղարքունիքի մարզից բոլոր մարզերում լինում եմ պարտադիր։ Գյուղերում մարդկանց անկեղծ, այո, օրինակ այսպեսի գյուղ չկա, որ տեսեք, դուք կարող եք, թող լսեն, զարմանան, եթե ես որևէ բան կստեմ, դուք կարող եք տեսնել, թե ցանկացած գյուղում ինչպես են օրինակ աշխատանքներ իրականացվում, գուցե նաև տեսեք, գյուղեր գնալուց հիմնական բանը, ասում են, տեսեք, դպրոց, մանկապարտեզ, ոռոգման համակարգ, խմելու ջրի, մենակ դպրոց, մանկապարտեզ, այո, բայց դրանից մարդկանց կյանքի որակը փոխվում է։ Արտագաղթ միշտ էլ եղել է։ Տեսեք, եթե դուք ջուր չունեք եւ հետո ունենում եք կանոնավոր ջրամատակարարում, ձեր կյանքի որակը փոխվում է, թե չէ։ Կրակում են գնդակը պատուհանից մտնում է ձեր տունը, ձեր Տարեկ ջան, հերթով էլի հարցերին պատասխանեմ, նոր համել ես հանձնաժողովի նիստի եմ, ես ցանկանում եմ նիստը բաց չթողել, էլի։ Չէ, խնդրա հարուստ թեմայից խնացածու կյանքի մի րոպե, հերթով, շուրջը, հերթով։ Հարցրու։ Խնացածու կյանքի որակը փոխվում է, թե չէ, երբ որ նա տանը պարկած թշնամու գնդակը մտնում է սենյակ։ Տեսեք, դուք հիմա մի հարց եք ինձ տալիս, որը որ ասենք վերջին դեպքով տեղի է ունեցել, բայց ամբողջ ընթացքում, ասենք հիմա դեպք է տեղի ունեցել, դեպքի վերաբերյալ դուք պրոյեկտում եք դա կյանքի որակը փոփոխվել է, թե չէ։ Խնդրում եմ, սա իրականում գիտեք, որ միջադեպ այդ հարցը միջադեպ է տեղի ունեցել, բայց դա պրոյեկտել, որ կյանքի որակը փոխվել է թե չէ, մենք հետագայում կասկած, բայց փաստացի, երբ որ տվյալներ ենք իրար կողքնում, 2024 թվականը համեմատաբար մյուս տարիներին եղել է համեմատաբար խաղաղ։ Հիմա այս միջադեպերի վերաբերյալ եկեք լսենք Պաշտպանության նախարարությունը կամ համապատասխան գերատեսչությունները ինչ կասեն, դրանով կողմնորոշենք։ Ես հիմա չեմ կարողանում։ Այո, ես տեսել եմ, ես տեղյակ եմ, այնպես որ եկեք միջադեպով չորոշենք կյանքի որակը փոխվել է, թե ոչ, էլի։ Բայց դա անվտանգությունը կյանքի որակի ամենակարևոր։ Դուք գիտեք, որ անվտանգությունը մեր կարևորագույն այսպես ուղղություններից մեկն է, որի ուղղությամբ ամենօրյա աշխատանքներ իրականացնում ենք, որ հնարավորինս խաղաղությունը ապահովենք Հայաստանի Հանրապետությունում, եւ ես ասում եմ, սա իրականում անցյալ տարի եւ այս տարի էլ խաղաղ է եղել, բացառությամբ վերջին մի քանի դեպքերի, եւ եկեք այս միջադեպով
կարգով չորոշենք ինչ է ստացվում, ինչ չէ, հուսանք դրանից հետո ավելի խաղ կլինի։ Տիկին Ղազարյան, Ադրբեջանը քանդում է հայկական եկեղեցիները, հայաթափում է Կներեք, էլի ամենայն հարգանքով, եթե ես հանձնաժողովի նիստը ավարտեմ, երկար խոսենք, մենք պայմանավորվել ենք կարճ զրուցել, որովհետև նիստի եմ։ Ես էլ հարակից զեկուցում ունեմ, խնդրում եմ թույլ տաք իմ նիստը շարունակելու։ Հայաթափել է Արցախը, քանդում է մեր եկեղեցիները, պատմամշակութային կոթողները, նույնիսկ հայերին ծաղրող պուրակ է ստեղծել Ադրբեջանում, բայց դա մի կողմ, իսկ երբ որ հայերը որոշում են Ադրբեջանի դրոշը այրել, իշխանության կողմից արժանանում են թիրախավորման։ Ինչու է իշխանությունները այդպես մոլորանդորեն պաշտպանում ադրբեջանական դրոշը։ Եկեք որակավորում մի տվեք մոլեռանդորեն պաշտպանելու կամ չպաշտպանելու հարցում, ես ուղղակի փաստը հաշվի առնենք, դիցուկ այրենք, եկեք այրենք դրոշը, եկեք ամեն տարի, եկեք բոլորս իրար հետ այրենք, դրանով ինչ-որ իրավիճակ ենք փոփոխելու, թե ինչ ենք անում, դիրքորոշում արտահայտելու ձևեր, տարբեր կերպ կան, բայց մենք ինչպես տեսնում ենք, մենք գնում ենք խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ եւ իրականում դա չի ոչ խանգարում, ոչ օգնում, ոչ էլի որևէ բան անում, բայց իրականում եթե ես իմանամ, որ դրոշ արիրելով որևէ բան կփոփոխես, եկեք բոլորը ոչ, ես չեմ փորձել այրել, որովհետեւ դա անիմաստ է, դա իրականում ժողովրդի կողմից խեղճության նշան է, ուրիշ բան չէի որականում։ Ղազարյան, ձեր թիմակիցները եւ 15-ին Ռուսաստանի դեսպանատան մոտ այրում են Ռուսաստանի դրոշը։ Ես ասացի, սա վերջին հարցն եմ պատասխանում, թիմակիցներին, որ այրել են իրենց հարցը։